Օրերս հրապարակվեցին նախորդ տարվան առնչվող որոշ վիճակագրական տվյալներ, որոնք դրական դինամիկայի մասին են կարծես վկայում։ 2025-ին Հայաստանի քաղաքացիություն է ստացել 25670 օտարերկրացի, իսկ դիմումների ընդհանուր թիվը հասել է 31891-ի։ Այս ցուցանիշը 2024-ի համեմատ աճել է 23.5%-ով։ Քաղաքացիություն ստացածների թվում առաջատարներն են Ռուսաստանի քաղաքացիները 7377 մարդ, Վրաստանի քաղաքացիները 1731 եւ Իրանի քաղաքացիները 648 մարդ։ Օրինակ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի են, ազգությամբ հայ են, դիմել են քաղաքացիություն ստանալու։ Արցախից տեղահանվածները, որոնք էլի դիմել են եւ փոքր թիվ չեն կազմում, դիմել են ստանալու ՀՀ քաղաքացիություն։ Հայաստանի քաղաքացիության համար դիմումների աճի պատճառը միջազգային ոչ կայուն վիճակի եւ պատժամիջոցների հետ կապված սահմանափակումներն են։ Պարզ ասած, մարդ Հայաստանի անձնագրով կարող է իրեն թույլ տալ ավելին, քան Իրանի կամ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերով։ Ռուսական անձնագրով ոչ բոլոր երկրներ կարող են մեկնել անձին, եւ մյուսը արցախցիների հանգամանքը, որ բնակապահովման ծրագրից օգտվելու համար պարտադիր է քաղաքացիություն ունենալը, եւ արցախցիները, որ ապրում են Հայաստանի Հանրապետությունում, նրանք դիմում են քաղաքացիություն ստանալու։ Նախորդ տարվա մեկ այլ վիճակագրական տվյալ մտահոգության առիթ է տալիս։ 4960 մարդ դիմում է ներկայացրել Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու համար, ինչը 18%-ով գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը։ 2024 թվականին մինչև 18 տարեկան քաղաքացիությունից հրաժարվել է իգական սեռի 62 քաղաքացի, արական սեռի 1949 քաղաքացի։ 2025 թվականին իգական սեռի քաղաքացիությունից հրաժարվողների թիվը գրեթե չի փոխվել, 62-ը դարել է 68, արական սեռի հրաժարվողների թիվը աճել է 44%-ով, հասնելով 2811-ի։ Պատգամավոր Հայկ Սարգսյանը ժամանակին առաջարկել էր օրենսդրական փոփոխություններով սահմանել էական վճար Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու համար։ Դրա եւ մի շարք այլ բարեփոխումների շնորհիվ, ըստ պատգամավորի, կարելի էր կանխել բանակում չծառայելու նպատակով քաղաքացիությունից հրաժարվելու պրակտիկան։ Հարուստները, որոնք բանակի տարեկան զորակոչի 30%-ն են կազմում, հրաժարվում են քաղաքացիությունից բանակում չծառայելով եւ բանակում չեն ծառայում։ Եվ հետագայում չեն կանչվում 25-օրյա վարժական հավաքների եւ նաեւ այլ կարիքների համար չեն կարող ներգրավվել։ Իդեպ Հայաստանի անձնագիր ստացողների թվի աճը չի նշանակում, որ քաղաքացիություն ստացողները տեղափոխվել են Հայաստան բնակվելու համար։ Որոշ հաշվարկների համաձայն այսօր մոտ 800,000 մարդ ունենալով Հայաստանի Հանրապետության անձնագիր մշտական չի բնակվում Հայաստանում։ Այսինքն անձնագրեր ստանալու դրական դինամիկան չի ենթադրում դրական դինամիկա ներգաղթի մասով։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։